Սիրելի երկորյակներ, ձեզ բաժին է ընկել Լագուզը, որը բավականին շատ հետաքրքիր ուռումնայում մեկի նման է, հա, ոնց որ թարս լինի, տեսնում եք, բայց ոնց որ մեկ լինի։ Սա Լագուզն է, Լագուզը դա հոսող ջրի մասին է խոսում այս ամսվա համար, որպեսզի դուք հետևեք ձեր ինտուիցիային եւ կենսական էներգիանի ռունան է Լագուզը։ Այստեղ Լագուզը խոսում է ձեր ենթագիտակցականի հետ կապված եւ այն հոսանքների կամ հոսքերի հետ, որոնք ձեզ կարող են տանել դեպի ձեր նպատակները, հա, առանց ավելորդ ինչ-որ դիմադրության։ Մայիսը երկորյակների համար կարող է լինել բավականին ինտուիտիվ, ընդհանուր էներգիայի մասին եմ խոսում, հոսքի ամիս։ Եթե սովորաբար դուք ամեն ինչ վերածում եք տրամաբանությամբ, ապա այս մայիս ամսին տիեզերքը ձեզ կարող է հուշել, որ վստահեք ձեր ինտուիցիային, զգացողություններին, սա շատ կարևոր պետք է լինի ձեզ համար։ Այստեղ շատ հարցեր կարող են դրա համար սահուն անցնել։ Պարզապես ձեզ պետք է, եթե խնդիրներ ունենաք, հոսել հոսանքի ուղղությամբ, այլ ոչ թե դրա դեմ։ Ինտուիցիան եւ գաղտնիքները այստեղ կարող են լինել ձեր ներքին ձայնը, կլինի անսխալական այստեղ։ Հնարավոր է բացահայտվեն ինչ-որ թաքնված բաներ կամ դուք սկսեք տեսնել մարդկանց իրական մտադրությունները, հա։ Սա նաև ստեղծագործական մեծ ներշնչանքի ժամանակի մասին է խոսում։ Հարաբերությունների հետ կապված այստեղ կլինեն խորը անկեղծ, գուցե մի փոքր ձեզ համար խորհրդավոր, լավ ժամանակ կլինի հոգեբանական վերակայման եւ ինքնաճանաչման համար։ Որպես խորհուրդ ես ձեզ խորհուրդ կտամ, մի փորձեք վերահսկել գետի ընթացքը, մայիսին ձեր ամենամեծ ուժը դա ճկունությունն է, եթե ինչ-որ դուռ չի բացվում, մի հարվածեք դրան, այն սպասեք մինչև վերջ, հա, այստեղ, որպեսի ճկուն լինելն այստեղ շատ կարևոր, մինչև հոսանքը ձեզ այլ ճանապարհ ցույց տան։ Վստահեք ձեր կանխազգացումներին, դրանք ձեզ կարող են չխաբել, որովհետև ինտուիցիան այստեղ շատ կարևոր է։ Մայիսը ձեզ կարող է սիրելի երկորյակներ խոստանալ լինել թեթև, բայց շատ իմաստուն մի շրջան։ Վայելեք։ Այսքանը։